Ես քաղաքականության մեջ միջամուխ չեմ լինում։ 2026-ի ազգային ժողովի ընտրություններից առաջ մի շարք դեմքեր արդեն քաղաքական հայտ են ներկայացրել։ Դուք որ ուժին կվստահեք, ում կտաք ձեր ձայնը։ Հələ որ չեմ որոշել։ Չէ, իշխանություն չէ, ընդդիմադիր։ Ճանաչում եմ Արման Թաթոյանին, որպես ազնիվ, որպես լավ քաղաքագետ։ Նրա հետ էլ հույսեր կարելի է կապել։ Արչևի ընտրությունները։ Այո։ Պաշտպանին ճանաչում է, բա։ Հա, պաշտպան։ Այդ էլ հերոստացույցից է ճանաչում։ Կվստահեք իրեն մեր երկիրը։ Այո։ Կվստահեմ, խիչ եք վստահի։ Բոլորին էլ ճանաչում եմ, ընտրությունը գաղտնի է, որին կուզեմ նրան էլ կընտրեմ։ Չէ, հա նենց ընդհանուր լսել եմ, բայց որ ասենք զուտ հետևեմ, չէ, զուտ կլինի, չեմ լսել, բան չեմ կարող ասեմ։ Հերվից ճանաչում, բայց այդպես մոտիկից չէ։ Ես քաղաքականության մեջ էլ չեմ խորանում, կներեք։ Ես ասում ընտրել եմ արդեն։ Աստված ինքը դզի, ուրիշ մարդ չի կարող դզետի։ Այսինքն քաղաքական ուժերից ոչ մեկի հետ հույս չեք կապել։ Քուրը սաղին էլ իրաց տեղը հարգում եմ, բայց իրաց գործերը գործ չունեմ։ Շատ կցանկանայի, որ ուժերի մեջ լինեին, ասենք, մարդիկ, ովքեր մի օր կհանդիպեին, նույն Սամվել Կարապետյանը, նույն Արման Թաթոյանը, նույն ինչու՞ չէ Ռոբերտ Քոչարյանի թիմից, Սերժ Սարգսյանի թիմից, ուղղակի գաղափարակից հզորները հավաքվեն, մի հատ արդեն միասնական ճակատ, այդ դեպքում ինձ չի թվում, որ Նիկոլը կարա բոլորին ձերբակալի, ֆիզիկապես ուղղակի չի կարա, ու այդ դեպքում արդեն մարդիկ վերջնականապես կողմնորոշվեն, ում կողմից են, հայ են, թե թուրք։ Ես իմ եփլի խորթակ, բայց ինչ խորթական ընտրություններ հարգավոր է ապրել։ Ինչ եք պենց Ասպան չեք ասում։ Ասելով չի դա։ Դե կապրեք, հայրիկ։ Դե կապրենք, այն վաղտել կորոշենք, ինչ ոցա։ Բա ինչ պետք է անենք, հələ որ կա ժամանակ անենք։ Ճանաչում եք քաղաքական ուժերին։ Չէ, չէ իմ աղջիկ մեկ հեր, ոչ մեկ բալես։ Իմ տարիքին չա որ քաղաքականությունից։ Քաղաքականությունը գիտեք ինչ, շատ կներեք էլի, որ մի բառ ասենք, հոչեք նեղանա։ Այն կնգանմանը, որ այսօր մեկի գիրքն է, վաղը թռնում է մյուսի գիրքը, դա քաղաքականություն է, հասկացաք ինչա։ Այդ չեմ ուզում ասկիթամ այդ ընտրությունն էլ կեղծվեմ, սաղ էլ կեղծում են։ Իրանք իրանց ուզած մարկանցը բերեմ տնում են գյուղապետ, ես եմ քաղաքապետ, ես եմ ինչ։ Այս վելը միջև 26 թվի բանը ահագին ժամանակ կան, ով ոնց կդրսևորի իրան, ով է իմանում ումի։ Էդի ժամանակը ցույց կտա, մի չեմ կարող ասեմ դեռ։ Հպարտ Հայաստանին։ Ճիշտն ասած, այս քաղաքականությունը ինձ խճճման մեջ է գցել, չգիտեմ ես ինչին հավատամ, ինչին չէ։ Շատ դուրջ եմ ես բոլորի հանդեպ, ես Փաշինյան եմ։ Դրանք պետք է թողեն էթան, էլ ճար չունենք։ Թող ժողովուրդը լինենք այն եմ ոտի, դրանք թողեն էթան։ Թողեն էթան, ինչ-որ կերեր են արդեն հերիքա, մեկ չել թող այդ ժողովուրդն ուտեն։ Դրանցը պետք չի ընտրել։ Թողան դրանք վաշե մաքրվեն էթան։ Չգիտեմ, ոչ մեկին չեմ ճանաչում, չեմ էլ իմանում որ մեկին ասեմ, որը լավ Աստված թողեն տա, ինչ ասեմ Ազիզ ջան։ Կապ չունի, ճանաչում են, կարող է մեկին ճանաչում ենք, այն չճանաչող ավելի ճիշտ կգործի եւ կաշխատենք տեղեկանանք, հետո ամեն ինչ պարզ կնի, բայց կընտրենք անպայման ազնվությանը, լավագույնին, ճշտին, արդարությանը։ Դե ինչ ասեմ ես, ես սաղին եմ վստահ որտես գնա։ Մեծ սիրով կուզեմ, ով ժողովրդին լավ կհարգի, լավ կսիրի, լավ կպատվի, նայլ ընտրվի։ Ոչ մեկին չեմ ճանաչում, բայց Սամվել Կարապետյանին կընդունենք։ Մենք տաշիրպիցա գնում ենք, օգտվում ենք, իսկ Կարապետյանին չենք ճանաչում։ Մենք բոլորին է ճանաչում։ Ես Նիկոլ Փաշինյանն եմ ճանաչում, դասեք տարբեր վարչանի, դաշնակցությունից գիտեմ, վերջը, հետո, չէ, բայց ինչ եք ուզում դրանից իմանաք։ Ուզում ենք հասկանալ մարդկանց մտածելակերպը, 7 տարի իշխանություն է Փաշինյանը, գոհ են, գոհ չեն, առաջիկա ընտրություններին ում են ընտրել։ Լավ, յոլա այդ մենք։ Շնորհակալ ենք, ինքս Սովաշ ենք, միշտ կուշտենք փորոսլիկը։ Այո։ Ես անպայման կետամ, բայց գաղտնիքա չեմ ասի, որ կուսակցությանն եմ տալի ձայնս, անպայման կետամ։ Բայց չէ, դրանք արդեն հերիքա բոլա կերեր են մեզի։
Ես չեմ ուզում էլ դրանք անցնեն։ Թեկուզ որ չգնամ էլ չէ, չեմ ուզում որ դրանք вообще Երևան։ Մի քիչ զզված եմ ուղղակի։ Քաղաքականությունից Ամեն ինչից, հա։ Ես սատարել եմ այն ուժերին, ում համար անձնականը ոչինչ է պետականի հետ, ընդամենը դա։ շատ են նման ուժերը ձեր։ Ну, նման ուժեր գիտեք ոնց, նման ուժերը ցես բաժանվել են, շատ փոքր մանր ուժեր են սարքել։ Ընդդիմադիրները նկատի։ Ոչ, ես հիմա խոսում եմ իշխանության այդ ուժերի մասին, որոնք այդ փոքր ալա Արման Աբովյան, Արամ Սարգսյան, սատելիտների միջոցով մի քիչ ժողովրդին փորձում են հեռու պահել ընդդիմադիրներից, ուղղակի ընդդիմադիրներին խորհուրդ կտամ միախմբվեն, ընդհանրապես այո, միասնական, միայն հայի ուժը միասնության մեջ է։ Ճիշտն ասած չէ, չունեմ նախընտրելի տեխնացուներ, կուզեմ ընտրվի այն մարդը, ով որ խաղաղ կպահի մեր երկիրը։ Կարևոր չի անուն ազգանունը, կարևորը մարդ լինի ու խաղաղ պահի մեր երկիրը։ Սիրում եմ բոլորից շատ, ուզում եմ խաղաղ ապրենք մենք, խաղաղություն բոլորիս։ Թաթոյանը առաջ եղել է մարդու յանքների պաշտպանի։ Լավ տղա է, իզուր հանեցին իրան։ Իսկ խորհրդարանական ընտրություններին հայտ է ներկայացրել։ Դե ես չգիտեմ դարձին։ Ախի չեմ ընտրի։ Իրան լավ տղա է, հա, ընտրեմ։